Պարոն Պապայան, հեծի մասին կրկին անդրադարձ եղավ կառավարության նիստում, կարծես թե հստակ արդեն կա այն ճանապարհային քարտեզը, որով պետք է շարժվել։ Ես կխնդրեի մատչելի բացատրեիք, ինչ է պատրաստվում անել կառավարությունը, պետականացում ինչ-որ այլ մեխանիզմով է փոխարինվում, որ խնդրեմ կներկայացնեք ինչ մեթոդով եք շարժվելու եւ ինչ է լինելու առաջիկայում ընկերության կառավարման հետ։ Վարչապետը Հանրապետության վարչապետը նշեց մեխանիզմի առաջին քայլի մասին, դա կառավարման մասին է, ավելի մանրամասն օրենքի նախագծի փոփոխությունը արտահերթ նիստում կլինի առաջիկա օրերին, որքան տեղեկացված եմ, արդեն իսկ մեր խմբակցությունը, կառավարող խմբակցությունը նախագիծը պատրաստել է եւ կարծես թե շրջանառվել է կամ շրջանառման փուլում է եւ արտահերթում լինելու է, երևի թե դրանից ավել այս պահին չեմ կարող ինձ թույլ տալ մեկնաբանել, քանի որ հրապարակման գործընթացը որոշակի մեթոդաբանություն ունի այդ տրամաբանությամբ։ Ինչ է լինելու այստեղ կառավարիչ է փոխվելու, ինչ է լինելու այդ համակարգում, ո՞նց է լինելու, էլի պարոն Պապայան, արդեն ասացի, որ կառավարման մեջ, քանի որ մենք այսօր խնդիրներ ենք արձանագրում, երեք տեսեք մեկ դրվագ հանրապետության վարչապետը երեք ներկայացրեց, երբ որ խոշոր գործարարը մեծ ծավալի ներդրում էր արել եւ այսպես ասած իմանալով մի քանի $100,000 միջոցառում էր կազմակերպել բացման ներկայացում, այսինքն տասնյակ միլիոնավոր դոլարի մարդը ներդրումներ էր արել, համարել էր, որ մի քանի $100,000 բացում էլ երևի թե պետք է անի եւ այդ մարդը կորցրեց այդ գումարները։ Հիմա կասեմ ինչու, որովհետեւ էլեկտրաէներգիայի անջատում տեղի ունեցավ, այն պահին, երբ որ պիտի բացումը տեղի ունենար, այդ օտարերկրյա մասնագետներ հյուրեր էր հրավիրել եւ դա օրինակ մեկ դեպք, մեկ ուրիշ դեպք հենց 3 գործարաններից մեկից եմ ստացել, ով նոր տեխնոլոգիաներ է գնել եւ այդ նոր տեխնոլոգիաները պարբերաբար հետի կողմից անջատումների հետևանքով փչացել է, որովհետև ոչ մի ճապոնացի չի պատկերացնում, որ օրինակ օրը 5 անգամ կարող է լույսը անջատվել։ Կարողանալ եք այնպես անել, որ այդ անջատումները չլինեն, օրինակ ինչ եք անել, որտեղ հեցից ասում են մոտ $700 միլիոն ներդրում են արել, որովհետև համակարգը շատ մաշված է եւ դեռ բազմաթիվ միլիոնների այդպես ներդրումի կարիք կա ժամանակ։ Դե ինձ էլ գործարար միջավայրն ասում է, որ միլիարդավոր դոլարների ներդրումներ է արել, որոնք շատ հաճախ առոչինչ են դառնում, այդպիսի անպատասխան, որովհետև երբ որ դու առնում ես մի քանի միլիոն դոլարանոց սարք, հետո գալիս է որը նախատեսված չի որևէ պարագայում նրա համար, որովհետև այդ սարքը որ ճապոնացիները կամ գերմանացիները սարքում են, չեն պատկերացնում, որ օրը կարա 5 անգամ հեծը լույսերը անջատի։ Հեծը ո՞նց է։ Հեծը բանավաճ չկան հարցում եմ։ Չէ, ես պատասխանեցի ես ինքս եմ։ Շտաբում խնդրեմ մեկական հարցնամ, այն ամենայնիվ սա մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ չի արդյոք կառավարության պետության կողմից եւ դուք կարծում եք Հայաստանը մի այդ երկիրն է, որտեղ օրինակ խոսանքը անջատվում է։ Հայաստանը միակ երկիրը չի վստահաբար, բայց ձեր առաջին հարցի պատասխանը միանշանակ եւ հստակ ոչ, որովհետև դուք տեսնեք եւ նախագիծը եւ մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են, այսինքն այն ինչ որ տեղի կունենա, բացարձակապես դա մեր օրենսդրությամբ սահմանված է եղել, մենք մեր օրենսդրությամբ սահմանված դեպքերի իրացումն ենք ապահովելու։ Դա մենք բազմաթիվ օրենքներ ունենք, որոնք ենթադրում են պարտավորություն պետության, կառավարության, մասնավորի, մարդու, քաղաքացու, այսինքն դրանք պարտավորությունների կատարման շրջանակում եւ հանրային շահի գերակայության մասին, այսինքն երբ որ որն է ամենակարևորը, պետությունը, ժողովուրդը, հանրությունը եւ այդ կարևորության տրամաբանությամբ պետք է մենք շարժվենք, մենք չենք կարող մեկ մարդու շահը գերադասենք հազարավոր, 100,000-ավոր, միլիոնավոր մարդկանց շահերից։ Մենք չենք կարող մեկ մարդու ասել դու ինչ ուզես կարող ես անել եւ օրինակ հազարավոր տնտեսվարողներ բիզնեսներ կորցնեն, հազարավոր տնտեսվարողներ 100 միլիոնավոր դոլարներ կորցնեն, 100,000-ավոր մարդիկ մնան առանց լույս։ Պետական կառավարման համակարգում պարալիզացվի, որովհետեւ բանա, չգիտես ինչի, օրինակ 3 էկոնոմիկայի նախարարությունում կես ժամը մեկ, ասենք, իմ համար շատ անհասկանալի
լույսերը անջատվում էին։ Սա եթե պետականացվի հեծը, այդ միջոցներ ունեք, այդ առողջացման ծրագրերի ներդրումների արդյունավետ որ լինեն։ Կլինի մեխանիզմ, տեսեք, կլինի մեխանիզմ ազգային ժողովում այդ բոլոր հարցերի մասին պատասխան կլինի, որովհետև երբ որ նաև մեխանիզմ է ներկայացվում փոփոխությունների համապատասխան տեղի կունենան, ես կարծում եմ նաև իսկ դուք հենց ղեկավարությունից բացատրություն պահանջել եք կամ պարզաբանում ինչու է այս իրավիճակը գուցե օպեկ։ Ես երեք հրապարակային այդ մասով արել եմ նաև գրառում, որովհետև անթույլատրելի է, երբ որ տնտեսությունը օրինակ գործարանը կարա կանգնի, գործարանները կարան կանգնեն, առևտրի կենտրոնները կարան կանգնեն եւ այլն, եւ բնականաբար կարծում եմ, որ այդ մասով աշխատանք պետք է տալ։ Եթե դիմել եք Ես ասում եմ դա երեք ես նաև այն հրապարակային եմ դրա մասին արել գրառում, ես կարծում եմ նաև ոլորտային նախարարությունը պատճեց զբաղվում է։ Կոնյակի Ծիրանի մասով էլ ասեք, պարոն Պապայան, դուք հանդիպեցիք Վրաստանի փոխվարչապետի հետ, որը նավեկան մեկ նախարարն հետո իրեն հեռացին աշխատանքի, չգիտեմ ինչ եղավ իրենց մոտ, եւ ասացիք, որ Ծիրանի խնդիրը լուծվել է նաև կոնյակի մասով։ Թեպետ էլի ազդակներ կան, որ որոշակի խնդիրներ կան, կուտակումներ կան։ Խնդրում եմ ասել, վրացի դեր գործընկերները բարձրաբանել են, որ այդ խնդիրը ինչու են իրենք ոչնչոտ հարուցում մեզ համար, մեր արտահանողների եւ ռուսական մասից բարձրաբանում ունեք եւ այս բանի ամբողջությամբ խնդիրը լուծված է, թե դա կուտակումներ կան։ Տեսեք, ուրեմն Ծիրանի մասով այս պահին երեկվա դրությամբ 626 մեքենա միայն հունիս ամսին Ռուսաստանի Դաշնություն հասել է, 363-ը ճանապարհին են, օրինակ միայն 69-ը երեք է դուրս եկել, 70 քանիսը դրանից առաջ, իսկ դրանք ակնհայտորեն անգամ չեն էլ հասել։ Երկրորդը շատ մեծ հերթեր կան, օբյեկտիվ հերթեր կան Վերին Լարսում, որովհետև այդ տեղով անցնում է ոչ միայն Հայաստանի, գիտեք, այլ նաև այլ երկրների, Վրաստանի եւ այլ երկրների, Թուրքիա եւ այլ ցամաքային, այո, բեռներ եւ այո, հարյուրավոր մեքենաներ հերթի մեջ կանգնած անցնում են եւ այդ թվում նաեւ Ծիրանի։ Իհարկե Ծիրանը, այսպես ասած, որպես շուտ փչացող ապրանք ունի արտահերթության իրավունք եւ օրինակ երեք ես նաեւ կոնյակի թիվը ձեզ հիշեցնեմ, օրինակ 3 քանի մեքենա կոնյակ է անցել, բնականաբար կոնյակի թիվը բազմապատիկ ավելի քիչ պետք է լինի, շատ պարզ պատճառով, որովհետեւ կոնյակը չի համարվում շուտ փչացող ապրանք եւ նրանց հերթը մի քիչ ավելի բարդ է, 3 անցել է ընդամենը 7 մեքենա կոնյակ։ Այո, այսինքն էլի հերթի այս պահին հերթի մեջ բանա տասնյակ մեքենաներ կա կոնյակով բեռնված։ Այսինքն դրական եզրակացության որևէ խնդիր չկա, որ իրանք պետքա անցնեն, պարզապես սպասում ենք հերթին եւ երեք ընդամենը 7 մեքենա Գեզիում կա եւ ունենք գործընկերների հետ պայմանավորվածություն, առաջիկա օրերին մի քանի տասնյակ մեքենաներ կան, այդ բոլոր մի քանի տասնյակ մեքենաները ամբողջովին ուրեմն դուրս են գալու։ Ես մեկ թիվ նշեմ, օրինակ երեք չէ առաջի օրը միայն 24 մեքենա Երևանի կոնյակի գործարանի, մեր հայտնի գործարանի մեքենա դուրս է եկել եւ ճանապարհվել է դեպի Ռուսաստան։